Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը, տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Մուրադյան, ձեզ հետ քննարկելու ենք մի քանի թեմաներ, որոնք այս կամ այն կերպով առնչություն ունեն հայաստանի տնտեսության եւ սոցիալական նաեւ խնդիրներին, սոցիալական ոլորտին, եւ սկսենք մի քանի փոփոխություններից, որոնք անցյալ տարեվերջին, հետո նաև այս տարի քննարկվել են այդ փոփոխությունները արդեն տեղի են ունեցել։ Առաջինը post տերմինալներով անկախի գործարքների միջնորդավճարների նվազեցման վերաբերյալ կենտրոնական բանկի խորհրդի որոշումն է։ Ինչ է շահում սրանից բիզնեսը։ Այս հարցը տևական ժամանակ է արդեն իսկ մեր ուշադրության կենտրոնում է, ի նկատի ունեմ ԱԺ փոխնախագահի գրասենյակի ուշադրության կենտրոնում է։ Եվ փետրվարի 9-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց, ըստ որի սահմանափակեց post terminal-ով, այսինքն անկանխիկ վճարումներով գանձվող միջնորդավճարները բանկերի կողմից։ Ինչ էր կատարվում, ունեինք միջինում գանձվող միջնորդավճարներ 2-ից 2.5%, առավելագույնը դա հասնում էր մինչև 4%-ի։ Հիմա վերին շեմերը առքա քարտի դեպքում կազմում է 0.5% եւ միջազգային վիզա եւ Mastercard քարտերի դեպքում կազմում է ընդամենը 0.9%։ Ես ճիշտ եմ հասկանում, որ սրանով էր պայմանավորված, որ շատ խանութներ երբեմն ասում էին, այ որ կանխիկ վճարեք, ավելի էժան կլինի ապրանքի գինը, որ անկանխիկ եք վճարում։ Կարծում եմ աշխատակազմներ նման իրավիճակի Կարծում եմ, որ ոչ, որտեղ այնտեղ կանխիկի եւ անկանխիկի չափերը էականորեն էին տարբերվում մինչև 10%, այդուհանդերձ սա նշանակություն կունենա փոքր բիզնեսի համար, մասնավորապես այս որոշումը վերաբերում է մինչև 150 միլիոն դրամ համախառն եկամուտ ունեցող բիզնեսին եւ խոսքը գնում է մոտ 40,000 տնտեսվարողների մասին։ Ինչ է նշանակում համախառն եկամտից կամ հասույթից 2-ից 2.5% գանձելը, դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում անկանխիկ վճարումներից բիզնեսի շահույթից ունենալ 8-ից 10% շահբաժին։ Եւ հասկանալով, որ յուրաքանչյուր ծառայություն ունի ինքնարժեք եւ հետեւաբար գնագոյացում, ինչպես նշեցի, հարցը մենք պահում ենք ուշադրության կենտրոնում եւ այս մասով փոքր բիզնեսը ունի փոքրիկ հաղթանակ եւ տարեկան մոտ 2-3 միլիարդ դրամ այս որոշման շնորհիվ կմնա փոքր բիզնեսի մոտ։ Ուզում եմ նաև հորդորել մեր տնտեսվարողներին, որպեսզի ստուգեն գանձվող միջնորդավճարները բանկերի կողմից եւ ավելի մեծ միջնորդավճար, քան սահմանված է ԿԲ որոշմամբ, ԿԲ խորհրդի որոշմամբ, գանձելու դեպքում անպայման դիմեն իրենց բանկերին։ Այստեղ խնդիրներ ունի նաև միջին բիզնեսը, որոնց նույնպես հորդորում եմ, որպեսզի իրենց սպասարկող բանկերի հետ բանակցություններ վարեն եւ կարողանան քչացնել այդ միջնորդավճարները։ Այդ միջնորդավճարները, եթե չեմ սխալվում, սկսեցին ավելանալ ավելի արագ տեմպերով 2022 թվականից այս կողմից, ճիշտ եմ հիշում, երբ որ բավական մեծ կապիտալի հոսք տեղ ունեցավ Հայաստան։ Այո, առհասարակ բանկային ծառայությունների արժեքներն են ավելանում, քանի որ կարևորվում է բանկերի դերը եւ այդպիսով սա մի կարևոր որոշում էր, որը տնտեսության մի մեծ հատված էր ընդգրկում եւ վերաբերում էր հենց փոքր բիզնեսին։ Սա կարող է փոքր բիզնեսի հատկապես սեգմենտում, փոքր եւ միջին բիզնեսի սեգմենտում հանգեցնել որոշակի գների նվազման իրենց ծառայությունների առաջարկող ապրանքների, թե չէ։ Կարծում եմ, որ ոչ։ Բանկին շահույթն է մի փոքր մեծանալու։ Այո, քանի որ աճող տնտեսությունը ինքնին ենթադրում է գնաճ եւ ինչպես գիտեք, մենք ունենք աճող տնտեսություն եւ առաջանցիկ տեմպերով աճող տնտեսություն, կարծում եմ, որ գնային փոփոխություններ այս մասով չեն լինի։ Շատ լավ, պարոն Մուրադյան, տեսեք, խոսենք պետական համակարգի աշխատանքի, պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության մասին։ Սա շատ է քննարկվում հանրային շրջանակներում, հանրային քաղաքական փորձագիտական, թե արդյոք պետք է պաշտոնյաներին պարգևավճար տալ, թե ոչ, որ դեպքում է պետք տալ, ինչպես է պետք տալ, ինչ համակարգ պետք է ներդնել դրա համար։ Առհասարակ անքննելի է, որ պաշտոնյաները հատկապես կարևոր
դիրքեր զբաղեցնող պատասխանատու տարբեր ոլորտների պատասխանատուները պետք է բարձր վարձատրվեն, դա պարզ է։ Բայց երբեմն նաև մարդկանց համար անհասկանալի է, թե ինչի համար են նրանք այդքան բարձր աշխատավարձ ստանում։ Այստեղ բարձրն էլ կարելի է վիճարկել, ինչ է նշանակում բարձր, ինչ է նշանակում ցածր։ Այնուամենայնիվ, կառավարությունը նման որոշում է կայացրել, պարբերաբար պաշտոնյաները ստանում են պարգևավճարներ, բայց այս վերջերս եղավ հայտարարություններ, եղան դրա վերաբերյալ որոշակի փոփոխություններ, որ ըստ KPI-ների պետք է պաշտոնյան, այսինքն ըստ արդյունավետության պետք է գնահատվեն, ինչ որ սանդղակ պետք է դրվի, եթե չեմ սխալվում, ֆինանսների նախարարությունը պետք է չափի, այսպես ասած, պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը եւ ըստ այդմ արդեն նրանց պետք է տրվեն պարգևավճարներ։ Այ ինչ է նշանակում այս սանդղակը եւ որքանով է ընդհանրապես այս մեխանիզմը համակարգը արդյունավետ։ Շատ լավ, տեսեք, դուք կառուցողական հարց եք տալիս, դուք ուզում եք հասկանալ, թե մեխանիզմը որքանով է արդյունավետ եւ դա օբյեկտիվ հարցադրում է։ Վերադառնալով պարգևավճարներին, ինչ եմ ուզում ասել, 2025 թվականի, 24 թվականի համեմատ մենք ունեցել ենք 14% հարկային եկամուտների աճ, որը կարելի է ասել մեր բյուջեի աճն է։ Բացարձակ արժեքով դա կազմում է $880 միլիոն։ Մենք ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշ ավելի քան 9%, 9.2%։ Մենք տնտեսության գլխավոր ցուցիչը, այսինքն ՀՆԱ-ի աճը կազմել է 7.2%։ Եվ անհերքելի փաստ է, որ դա տեղի է ունեցել նաև ի թիվս այլ հանգամանքների, նաև պետական ծառայողների լավ աշխատանքի արդյունքում։ Գիտեք, գոյություն ունի շուկա, մենք խոսում ենք բարձրի եւ ցածրի մասին, բարձր եւ ցածր վարձատրության մասին, գոյություն ունի շուկա։ Եվ նույն մասնագետը, նույն կառավարիչը պետք է հաշվարկել, թե շուկայում ինչ վարձատրություն կստանար։ Եվ մի քանի անգամ վարձատրության տարբերությունը ինձ թվում է օբյեկտիվ չէ։ Եվ բիզնեսում եւ պետական ծառայության մեջ այդ տարբերությունը պետք է կրճատել եւ լավագույն դրա արտահայտվելաձևը հենց պարգևավճարներն են, քանի որ նույն հաստիքում գտնվող անձինք պետական ծառայության մեջ ստանում են մոտավոր նույն վարձատրությունը, անկախ ստաժից։ Միևնույն ժամանակ մարդիկ կան, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որոնք իրենց գիտելիքներն են զարգացնում եւ կիրառում եւ այս մասով կարծում եմ նրանք պետք է ստանան տարբերակվող վարձատրություն, ինչի մասին էլ հենց խոսում ենք, ինչի մասին էլ հենց այդ KPI-ներն են։ Ես կարծում եմ, որ KPI-ները ֆինանսների նախարարությունը չէ, որ չափում է, այլ չափում է յուրաքանչյուր կառույցի աշխատակազմը եւ ղեկավարությունը։ Շատ լավ, այս առումով նաև հետաքրքիր է, որովհետեւ սա պարգևավճարները, եթե իսկապես ըստ արդյունքների են տրվում, աշխատանքի արդյունավետության չափման են տրվում, որովհետև շատ հաճախ սա նաև անարդարության որոշակի էլեմենտներ է մտցնում հենց պետական ապարատում, ինչպես դուք նշեցիք, նույն պաշտոնին գտնվող տարբեր մարդիկ, այսինքն տարբեր նախարարություններում կարող են նույն պարգևավճարը ստանալ եւ երբեմն հարցեր առաջանալ, օրինակ, չգիտեմ, իր կողքի աշխատողը գործ չի արել, բայց այս մեկը 3 անգամ ավելի շատ է աշխատել, բայց նույն պարգևավճարը եւ սա դեմոտիվացնում է ինչ-որ առումով աշխատակիցներին։ Ես չնշեցի նույն պարգևավճարը ստանալ, ես նշեցի նույն վարձատրությունն ստանում, այո, եւ պարգևավճարների միջոցով որպես ուղիչ գործակից եւ լրացուցիչ ուղիչ գործակից արդյունքներ ունեցող աշխատողը վարձատրվում է ավելի շատ, որը շատ կարեւոր է ճիշտ մոտիվացիայի համար։ Իսկ ինչ վերաբերում է անարդարությանը կամ ոչ օբյեկտիվ որոշակի վարձատրությանը, ապա տասնյակ հազարավոր եւ 100,000-ավոր մարդկանց շրջանակներում կարող է մի քանի դեպքերում էլ անարդարություններ լինեն։ Լավ, պարոն Մուրադյան, տեսեք, առողջության ապահովագրության մասին պարտադիր ապահովագրությունը, որը ներդրվեց եւ արդեն գործում է, որքանով է այն արդյունավետ գործում ունեք, որոշակի արդեն մոտ մի քանի ամիս է արդեն գործում է, տարբեր են կարծիքները, թե բժշկական հանրության, այսինքն հիվանդանոցային համակարգի կողմից, թե հասարակության կողմից, թե փորձագետների կողմից, երբ որ նայում եք ձեր աչքերով, ձեր մոտեցումներով, որպես ֆինանսիստ կամ չգիտեմ տնտեսագետ, ձեր կարծիքը ինչպիսին է։ Տեսեք, դուք ինքներդ որպես ինֆորմացված մարդ գիտեք, որ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մարդու, ով այս կամ
այն կերպ վիրահատության է ենթարկվել կամ առողջապահական օգնություն է ստացել կամ դեղորայք է ստացել պետությունից եւ դա անակնկալ ձևով կատարվել է անվճար կամ շատ նվազ վճարի դիմաց, այսինքն հատուցվել է ընդամենը փոքրիկ տոկոսը։ Ես ուզում եմ ձեզ վիճակագրություն ներկայացնել, որը արդեն իսկ խոսուն փաստ է, արդյոք այս համակարգը կայանում է կամ կայացած է, թե ոչ։ Մարտի 10-ի դրությամբ օգտվողների այցերի քանակը կազմել է 1,645,966 մարդ, որից 865,928-ը 65+ տարիքի մեր հայրենակիցներն են։ Ընդհանուր հարցումների գումարի մեծությունը կազմել է 29 միլիարդ 735 միլիոն 174,836 դրամ, որից մոտ 17 միլիարդ դրամը 65 եւ ավելի բարձր տարիքի մեր կենսաթոշակառուներն են, մեր հայրենակիցներն են եւ բժշկական սպասարկում կամ դեղորայքի տրամադրում է իրականացնում 668 տնտեսվարող։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ համակարգը ընդհանուր առմամբ արդարացնում է իրեն։ Այո, կան տեխնիկական խնդիրներ, այո, կան որոշակի հարկման վիճարկելի խնդիրներ, այո, կան որոշակի հերթեր, բայց մենք հասկանում ենք, որ դրանք գնալով բարելավում են եւ կարծում եմ առավելագույնը 1 տարի հետո մենք կունենանք կայացած համակարգ։ Եվ ուզում եմ հատուկ նշել, որ սա ուղիղ ազդեցություն ունի մեր քաղաքացիների բարեկեցության վրա, ուղիղ ազդեցություն, ուղիղ եւ անհերքելի ազդեցություն։ Ես ճիշտ եմ հասկանում, որ սրա արդյունքում կարող է մյուս տարի, օրինակ, երբ որ մենք արդեն աղքատության ցուցիչները տեսնենք, աղքատության թվերը տեսնենք, կարող են տեղել փոփոխություններ լինեն։ Միանշանակ։ Հանրության գումարների մի հսկայական հատված, հատկապես այդ տարիքային շեմի 65 եւ պլյուս գնում էր դեպի առողջապահական համակարգ նախկինում։ Միանշանակ եւ ոչ միայն 65 եւ պլյուս տարիքի մարդկանց, այլ սա ուղիղ ազդեցություն ունի նաեւ մյուս մարդկանց վրա, որոնք ավելի ցածր տարիքային շեմում են գտնվում, քանի որ մյուս հատվածն էլ ստիպված էր օգնել իր բարեկամներին, կենսաթոշակառուներին եւ այլն եւ այլն։ Եվ այդ պիսով սա պետության կողմից, այսինքն այն 880 միլիոն դոլարից, որը լրացուցիչ հավաքել ենք, խոշոր ներդրում է մեր քաղաքացիների բարեկեցության համար։ Մյուս ուշագրավ սոցիալական բնույթի ռեֆորմը կամ ֆինանսական աջակցություն դա կենսաթոշակների բարձրացումն էր, որ տեղի ունեցավ եւ շատերի համար ինչ որ առումով անակնկալ էր, որովհետեւ նախկինում սա երբ որ քննարկվում էր, կառավարությունը առնվազն նպատակահարմար չէր համարում այդ քայլը կատարել, բայց հետո կատարեց ապրիլի 1-ով ասացին, որ արդեն բարձրանալու են կենսաթոշակները եւ հիմնավորեցին ինչու տնտեսական աճն է ավել եղել նախատեսվածից եւ այլ եւ այլ։ Այնուամենայնիվ, ձեր կարծիքով, քանի որ չէր ակնկալվում այդ հարցը, քանի որ նախկինում նաև հղում էին կատարում նրան, որ բյուջեի հետ կապված, ֆինանսական կայունության հետ կապված ինչ-որ խնդիրներ կարող են առաջանալ, տարբեր փորձագետներ էին դրա մասին խոսում։ Հիմա ձեր կարծիքով բյուջեն ունակ է սպասարկել, որովհետև երկու մեծ սոցիալական բեռ է իր վրա վերցնում բյուջեն իսկապես։ Մեկը առողջության ապահովագրությունն է, երկրորդը կենսաթոշակների բարձրացումը, որը հավելյալ, եթե չեմ սխալվում, այս տարվա կտրվածքով մինչև 60-ից 70 միլիարդ դրամ հավելյալ, այսպես ֆինանսական ներարկում պետք է արվի։ Շատ լավ, սա որոշում է սահմանագծի վրա։ Ես այդպես կորակեի այս որոշումը։ Ինչով է այն որոշում սահմանագծի վրա։ Ես հիշում եմ դեռևս տարիներ առաջ, երբ որ նավթի գները բարձրանում էին եւ Ռուսաստանի Դաշնության եկամուտները կտրուկ աճում էին, այդ ժամանակ Ռուսաստանի ֆինանսների նախարարը Կուդրինը անդադ նշում էր, որ պետք է ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, պետք է ստեղծել նոր հնարավորություններ, նոր հորիզոններ, նոր հարթակներ պետության զարգացման համար, եւ ֆինանսների նախարարը եւ նախագահը իրար հետ ունեին տարաձայնություն այդ մասով, սոցիալական ծախսերը մեծացնել, թե ենթակառուցվածքներ ստեղծել։ Քաղաքական գործիչները միշտ գայթակղությունը մեծ է, սոցիալական ծախսերը մեծացնելու։ Եվ իմիջիայլոց ուզում եմ նշել, որ այդ ժամանակ Կուդրինը 2 անգամ ճանաչվել էր լավագույն ֆինանսների նախարար աշխարհում իր 5 թե 6 տարիների պաշտոնավարման շրջանակներում։ Եվ ուսումնասիրելով այդ հարցը կոնկրետ հարց է ծագում, հասկանալի է դառնում, որ ենթակառուցվածքներում ներդրումները շատ կարևոր են,
եւ շատ հեռանկարային են։ Միևնույն ժամանակ մեր տատիկները, պապիկները, ծնողները հասկանալի է դառնում, որ իրենց հարաբերականորեն ավելի քիչ կյանք է մնացել ապրելու եւ նրանց նկատմամբ պետք է հոգատարություն դրսևորել եւ բարեկեցությունը մեծացնել։ Այսպիսով ես կոչեմ սա որոշում սահմանագծին, այսինքն եւ այս որոշումը մեդալի մի կողմով կարող է ճիշտ ճանաչվել եւ հակառակ կողմով կարող է նաեւ քննադատվել։ Այդուհանդերձ ես ուրախ եմ, որ այս որոշումը կայացվել է։ Արդյոք բյուջեն կարող է սպասարկել, թե ոչ, ես արդեն իսկ նշեցի մեր բյուջետային ցուցանիշները, հունվար եւ փետրվար ամիսներին նույնպես մեր բյուջեն կանոնավոր աճում է։ Չմոռանանք, որ մեր տնտեսության վրա ազդեցություն ունեցող գործոն կա արդեն 30 օր է եւ դա ամերիկա-իրանական եւ իսրայելական կոնֆլիկտն է, որը որոշակի ձևով մեր տնտեսության համար բերելու է գնաճի, որոշակի հաշվարկներով նաեւ բերում է շրջանառու կապիտալի դանդաղ շրջանառության, այսինքն բիզնեսը դանդաղում է ապրանքների եւ լոգիստիկաների ուշ Հայաստան հասնելու պատճառով, այդուհանդերձ ներկայիս ծավալով ինչ որ կա այս կոնֆլիկտում Հայաստանի տնտեսությունը շարունակում է կայուն մնալ եւ բյուջետային հավաքագրումները շարունակում են կայուն ձևով հավաքագրվել, հետագայում կախված ծավալներից կարող են որոշակի փոփոխություններ լինել։ Որպես ամփոփում կարծում եմ, որ մեր բյուջեն կարողանա սպասարկել այս ծախսերը։ Ամերիկա-իրանյան պատերազմը դա այն սև կարապն էր, որ հիմա թռչում է տարածաշրջանի երկնքով եւ իսկապես խնդիրներ է ստեղծել, որովհետեւ Հայաստանի գոնե եթե Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կոնկրետ դա շատ մեծ չի եւ էական չի Հայաստանի արտաքին առևտրի համար, շատ էական չէ, բայց Իրանի տարածքով առևտուրը դա էական է, մոտավորապես արտաքին առևտրի մեր 20-25%-ը Իրանի տարածքով է տեղի ունենում։ Եվ վերջին հարցը, մարտի 19-ին պետնախագահը ներկայացրեց հարկային, քրեական եւ ուրեմն քրեական դատավարության օրենսգրքերում մեկ փաթեթով փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ նախաձեռնությունը, խոսքը հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին է, կբացատրեք ինչ փոփոխությունների մասին է բիզնեսն ինչ ակնկալի, որովհետև նախկինում խոսում էր նրա մասին, որ բիզնեսը պարբերաբար ստրեսի է ենթարկվում եւ հարկային օրենսգիրքը իրենց սահմանդրությունը պարբերաբար փոփոխություններ է մտցվում։ Եվ նաեւ խոսվեց նախկինում նրա մասին, որ ցանկանում են տարին մեկ անգամ անել այդ փոփոխությունները, որ բիզնեսի համար կանխատեսելի լինի, որ տարին մեկ անգամ հնարավոր են փոփոխություններ։ Հիմա նոր նախաձեռնություն է ի հայտ եկել, ինչի մասն է այս նախաձեռնությունը։ Այս պահանջը հենց գալիս է բիզնեսից։ Անկախ նրանից, որ կառավարության նիստում դա ներկայացվել է պետնախագահի կողմից, որպես պետական կառույց։ Այսինքն այս փոփոխությունը գալիս է բիզնեսից։ Այս փոփոխության պահանջը գալիս է բիզնեսից եւ այս մասով ՊԿ բիզնեսի հետ բավականին լայն աշխատանք է կատարել, այդ աշխատանքի մի մասը նաեւ այդ քննարկումների մի մասը նաեւ եղել է ազգային ժողովում, որի շրջանակներում ինչ է կատարվելու տնտեսությանը մեծացմանը զուգահեռ երկու նպատակ է հետապնդում մեղմացնել եւ օբյեկտիվացնել բիզնեսի քրեականացման չափը, այսինքն հարկեր թաքցնելու քրեականացման չափը, քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածը գործող օրենսդրությամբ ասում է, որ խոշոր չափի հարկ թաքցնելը դա 10 միլիոն եւ ավելին է եւ առանձնապես խոշորը 20 միլիոն եւ ավելին է։ Տնտեսության մեծացմանը զուգընթաց այս շեմերը փոխվում են, 10 միլիոնը դառնում է 30 միլիոն եւ երկու հաջորդող տարիների համար 45 միլիոն, 20 միլիոնը դառնում է 50 միլիոն եւ երկու հաջորդող տարիների համար, եթե չեմ սխալվում, 75 միլիոն։ Եվ սա կարևոր ազդեցություն է ունենալու բիզնեսի համար եւ ներկայումս քննվող քրեական գործերի հարյուրավոր քրեական գործեր արդեն իսկ այլ ձևաչափով են քննվելու, այսինքն տեղափոխվելու են վարչական ասած։ Այո։ Քննչական ծառայությունը նույնպես կարիք ունի բեռնաթափվելու քննչական կոմիտեն այս մասով, քանի որ գործերի մեծ հոսքը թույլ չի տալիս արագ եւ արդյունավետ քննություն իրականացնել ու սա նաեւ դրական է ազդելու այն մեծածավալ գործերի վրա, որոնք արդեն իսկ քննվում են այս նախագծով քրեական դատավարության օրենսգրքով արգելադրման
կարևոր գործիք է նաև ավելանում, այսինքն արգելադրամանը փոխարինող, ինչ է կատարվում, հարկեր թաքցնել դեպքում երբեմն նույնիսկ կիրառվում է ապրանքային արգելադրում, որը բիզնեսին թույլ չի տալիս իր գործառնական գործունեությունը բարվոք ձևով շարունակել։ Հիմա կիրառվելու է նաև բանկային երաշխիքը եւ միևնույն ժամանակ, քանի որ քրեական օրենսգրքով ուղիղ չի սահմանվում գույք արտահայտությունը, հնարավորություն է տրվելու արգելադրել նաև գույքեր, այլ գույքեր, գույքային իրավունքներ եւ արժեթղթեր, որոնք սահմանվում են արդեն իսկ քաղաքացիական օրենսգրքով եւ այս բոլոր քայլերը միտված են մեղմացնելու դեպի բիզնեսմեն քրեական պատիժները եւ միևնույն ժամանակ ստեղծելու նոր գործիքներ, նոր հնարավորություններ, ավելի էֆեկտիվ քննություններ իրականացնելու համար։ Այսուհետ նաև շատ կարևոր գործիք կա, որ ՊԵԿ-ը ավելի հաճախ կարող է թեմատիկ ստուգումներ իրականացնել, որը թույլ է տալու նորից մանրամասն քննություն կատարել, մանրամասն քննարկումներ կատարել բիզնեսի հետ, ապա նոր հաղորդում տալ քրեական հանցագործության մասին։ Ընդ որում նաև տնտեսվարողը նախնական աշխատանքի этаպը ավելանում է մեծանում։ Ընդ որում տնտեսվարողը հնարավորություն է ունենալ նաև դիմել վերադասության կարգով ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով, որից անբավարար պատասխան ստանալուց հետո նոր կարող է հաղորդում տրվել քրեական հանցագործության մասին։ Սա նորից եմ ուզում շեշտել, շատ կարևոր է բիզնեսի համար, սա կարելի է դիտարկել որպես արտահերթ եւ մեղմացնող օրենսդրական փոփոխություն, որը գալիս է հենց ուղիղ բիզնեսից։ Շատ հետաքրքիր, այսինքն բիզնեսը, եթե ինքը թույլ է տվել խախտումներ, թաքցրել է որոշակի կամ ՊԵԿ-ը այդպես է կարծում, որ թաքցրել է որոշակի հարկեր, ենթադրենք 20 միլիոնից 30 միլիոնից ավել, ըստ նոր օրենսդրական փոփոխությունների, այլևս իր գույքը, այսինքն իր ապրանքը, որով ինքը աշխատում է, դա չեն արգելադրելու, այլ արգելադրելու, եթե կա այդպիսին, այլ գույք, արժեթղթեր, բանկային երաշխիք եւ այլն, որ բիզնեսը կարողանա աշխատել դրան զուգահեռ։ Այո, դուք տեսնում եք, թե նաև արժեթղթերի շուկան որքան է ակտիվանում, առհասարակ աշխարհում, երբ այն հասանելի է դարձել նաև Հայաստանում եւ Հայաստանում, օրինակ պարտատոմսերի տեսքով կամ այլ արժեթղթերի տեսքով եւ այդ պատճառով այն բավականին էֆեկտիվ է, այո։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Civilnet Business տաղավարում ես զրուցեցի Սերգեյ Մուրադյանի հետ, առողջ եղեք, կհանդիպենք։